ենթադրում են, որ եթե վերադարձել եք, ուրեմն Միացյալ Նահանգներում ունեցել եք թղթաբանական կամ օրենքի հետ կապված որևէ խնդիր։ Ինձ ոչ մեկ դեպորտ չի արել։ Ես չկարողացա իմ տունը գտնել Ամերիկայում։ Մանոն կտրականապես դեմ էր, միայն երազում էի։ Ոնց որ իմ համար պարտության կարգի մի բան էր, հետ եմ ես գնում։ Ասի մենք հետ չենք գնում, մենք տուն ենք գնում։ Երբ որ ես ուզում էի գա Հայաստան, երևի 2 տարի էր որ Ամերիկայում ենք, ես գիտեք ինչ սկանդալներ եմ արել տանը։ Կատեգորիկ papayin ասում էի, չէ, ես ոչ մի տեղ չեմ գնա, ես Ամերիկայում հարմարվել եմ, ինձ լավ է, բայց հետո հոսցի հələ որտեղ իմ ընտանիքը եղել ես։ Ինձ համար որպես կին շատ կարևոր է իմ տղամարդին ոնց է զգում։ Կան հարցեր, որոնք չեն կարող չհնչել։ Մենք պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխան։ Նշում էր, որ դու Հայաստանում կորցրել ես քո հանգստությունը, դու այստեղ քեզ չես գտնում եւ այն տարիներին դու խոսում ես, թե քեզ որքան լավ է զգում Միացյալ Նահանգներում։ Այն ինչ որ դու հիմա ասում ես Հայաստանի մասին, Ամերիկայից վերադառնալով, այն ժամանակ մի քիչ բառերի փոփոխությամբ, բայց ասում էր Հայաստանից Միացյալ Նահանգներ մեկնելիս։ Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին, շատ շնորհակալ եմ։ Ես եթե չգնայի, ես հիմա սխալ ճանապարհով էի գնացել։ Ինչքան ապուշություն ասես արել էի իմ էմոցիոնալ լինելու հաշվին։ Լավ է այնտեղ եղել, շատ լավ է եղել։ Բայց դա իմը չի եղել։ Ափսոսում ես այն սուր արտահայտ միջոցների համար, որ այդ շրջանում օգտագործել ես Հայաստանի վերաբերյալ։ Ես Հայաստանի վերաբերյալ չեմ օգտագործել։ Ես հասկացած Սարգիս դու ով ես։ Ու ես իմ կոչմանն եմ դավաճանել նաև։ Ուղղակի ես եմ ճանապարհից շեղվել։ Ես պիտի իմ գործին հավատարիմ մնայի։ Մի նեղացրեք իրար։ Տես ես էլ նեղացած գնացի այդտեղ։ Այդքանը որ դա ժողովուրդ մի նեղացեք ու մի գնացեք։